Իսկ ինչու ինձ չեն գնահատում։ Հաճախ եք այս հարցը ձեզ տալիս։ Լինում է, չէ, որ կյանքը այնպես է դասավորվում, որ երբեմն մեր շրջապատում հայտնվում են մարդիկ, ովքեր իրոք գնահատել չգիտեն։ Այս պարագայում մենք ոչինչ անել չենք կարող, այսպես ասած, ինչ որ հատուկ պատվաստման միջոցներ չկան, բացի միջավայրի մարդկանց ընտրողաբար վերաբերվելուց։ Բայց իհարկե լինում են դեպքեր, որ արժեզրկման հետ մենք հաճախ ենք բախվում։ Ինչ ենք անում մենք ինքներս, որ արժանանում ենք այդ արժեզրկմանը եւ չգնահատված լինելուն, այսպես ասած։ 5 սխալ եմ առանձնացրել հարգելիներս, ուշադիր լսեք, շատ խորքային բաներ եմ ասելու։ Ամենաառաջինը այն, որ մարդը ինքն է իր մասին վատը խոսում։ Շատ հաճախ ինքն է բարձրաձայնում իսկ թուլությունները, սխալները, միգուցե թերությունները։ Այդպիսով կարծում եմ, որ ինքը պաշտպանվում է հարձակումից, այսպես ասած, նախապես։ Երբ որ ես բարձրաձայնեմ իմ սխալի կամ թերությունների մասին, այդպիսով ոնց որ կանխարգելեմ դիմացինի նկատելը եւ բարձրաձայնելը, բայց բոլորովին հակառակը, երբ մարդը տեսնում է, որ դուք ինքներդ ձեզ վատ եք վերաբերվում, չեք հարգում, վատն եք խոսում ձեր մասին, ինքներ է ստանում հնարավորություն այդ նույնը անելու եւ այստեղից հետեւություն, երբեք ոչ մեկի ներկայությամբ ձեր մասին վատը մի խոսեք։ Սխալ համար երկրորդ, երբ մարդիկ մեզ հետ վատ են վարվում, վատ են խոսում, վատ են վերաբերվում, արհամարհում են, ուլ տալը, լռելը։ Այսպիսով դուք ասում եք, որ ինձ հետ այդպես կարելի է։ Ու ինչ ենք անում, մենք կուտակում ենք այդ բացական էներգիան, գնում ենք, չգիտեմ, պատմում ենք արդյոք մեր մամային, ամուսնուն, կնոջը, ում ենք պատմում, հետ ենք կիսվում հայտնի չէ, բայց այնուամենայնիվ կուտակում ենք այդ բացական էներգիան, այդ ագրեսիան, ու շատ հաճախ, այո, այդ չարտահայտված հույզերը համապատասխան հասցեատիրոջը, ինչ ենք անում, մենք պարպում ենք ցավոք սրտի սառնարանի շուրջ։ Այստեղից ձևավորվում է շատ անգամ սննդային վարքի խանգարում հարգելիներս, եւ այո, այս ագրեսիան դառնում է աուտո, երբ ես սկսում եմ ինքս ինձ վնասել։ Եվ հետեւաբար ճիշտ ժամանակին ճիշտ խոսք ասելը թույլ է տալիս, որպեսզի չկուտակեք այդ բացական էներգիան եւ իհարկե ագրեսիան։ Հաջորդ կետը շատ պարզ է, շատ եմ խոսել դրա մասին։ Չենք կարողանում ժամանակին մերժել եւ չենք կարողանում ասել ոչ։ Գիտեք, ինքան հետաքրքիր, այնքան մարդիկ կան, որ ոչ ասել չեն կարողանում։ Ես ձեզ ասեմ հետեւյալը, սիրելիներս, եթե դուք ոչ ասել չգիտեք, մարդիկ ձեր արած այոյի արժեքը չեն էլ հասկանա։ Դուք կհարցնեք միգուցե, որ բա ինչա, մարդկանց բարություն չանենք իրանց խնդրանքը, այո, անենք, հարգելիներս, անենք, եթե առաջինը դա չի գալիս, չենք անում դեֆիցիտից, այսինքն մենք չունենք, չէ։ Մենք չունենք այդ ժամանակը, չունենք այդ ռեսուրսները, չունենք այդ ֆինանսները միգուցե, որ դիմացինը խնդրում է։ Եթե մենք չունենք այդ դեֆիցիտից զոռով մեզանից փոխում ենք տալիս, ինք նշանակում է մենք եւս մեկ դեֆիցիտ ենք առաջացնում, չէ, ավելին խորացնում մերը։ Այսինքն ստացվում է մեկը լի մեզ օգնի։ Ու այստեղ գործում է, գիտեք, այն առաջին օգնության կանոնը, երբ որ տուժած կա տարածքում եւ պետք է հասնես այդ տուժածին օգնես, որ հանես այդ պատահարի միջավայրից, եթե դու հասկանում ես, որ մտնելով այդ տարածք դու ինքդ ես վնասվելու, ավելի լավ է չգնաս այդ տուժածին օգնես, որովհետեւ դու այդպիսով տուժածների քանակը շատացնելու ես։ Նույնն էլ այստեղ է գործում, հարգելիներս, դուք տուժածների քանակը օգնության կարիք ունեցողների քանակը պարզապես շատացնում եք։ Եվ հետեւաբար, եթե չեք կարող, եթե չունեք այդ ռեսուրսը, ասեք ոչ։ Ու մի կարևոր բան էլ ասեմ, եթե այնուամենայնիվ հնարավոր է ասել այո, ցանկանում եք օգնել, այո, ունեք այդ ժամանակը, այո, ունեք այդ հավելյալ այդ ինչ ռեսուրսը, որը ձեզանից խնդրում են,
Այնուամենայնիվ շատ արագ էլ այս միշտ ապեք համաձայնվել, որովհետև արագ համաձայնությունը արժե զրկում է ձեր ծառայությունը, հասկանում եք։ Եվ եթե նույնիսկ դուք ուզում եք համաձայնվել, ապա արեք դա քիչ ուշ։ Ասեք հետևյալը. կմտածեմ, տեսնեմ իմ գրաֆիկին հարմար է, թե չէ, այնուհետև կպատասխանեմ։ Այդպիսով դուք արժևորում եք ձեր կատարած ծառայությունը, ձեր օգնությունը։ Լայֆհաքեր եմ ասում, հա։ Չորրորդ։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս խնամքով վերաբերվենք մեր նկատմամբ։ Ինչու են մարդիկ մեզ հաճախ արժեզրկում, որովհետև մենք ինքներս մեզ խնամքով չենք վերաբերվում։ Խնամքով չենք վերաբերվում մեր աշխատանքին, որը որ մատուցում ենք, մեր ժամանակին, մեր ցանկացած ռեսուրսին եւ հոգեբանական եւ կենցաղային եւ նաեւ ինչու՞ չէ մեր մարմնին։ Ու եթե մենք խնամքով չենք վերաբերվում, կպատասխանեք ինձ, ինչու դիմացինը պետք է խնամքով վերաբերվի։ Եթե ես չեմ գնահատում իմ ժամանակը, եթե ես չեմ գնահատում կատարած աշխատանքը, ինչի պիտի դիմացինը գնահատի։ Եվ հետևաբար, եթե մենք մեր իսկ արածը արժևորում ենք, շատ կարևոր է, դա արժևոր է, դա արժեքավոր է դառնում նաև դիմացինի համար։ 5-րդ սխալը, որ շատ հաճախ անում են մարդիկ, դա շատ անպատեհ դեպքերում ներողություն խնդրելն է։ Իհարկե հասկանում ենք, որ քաղաքակիրթ աշխարհում, եթե ինչ-որ մեկին ընդհատեցիր, ինչ-որ մեկի ոտքը տրորեցիր, հասկանալի է, նմանատիպ դեպքերում կներեք, ներողություն եւ այլն անցնում ենք արել։ Բայց այն դեպքում, երբ ձեր մոտ սովորությունը պատեհ, անպատեհ ներողություն խնդրելը, շատ կարևոր է, այստեղ կան մարդիկ դոմինանտ, այսինքն իշխող մարդիկ, ովքեր շատ լավ օգտվում են առիթից։ Տեսեք, կան մարդիկ, որովհետև կան մարդիկ, որ չեն օգտվում, հասկանալի է, չէ՞։ Ուրեմն այս դոմինանտ մարդկանց համար, ովքեր վարքում ավելի այսպես դիրեկտիվ դիրք են զբաղեցնում, հա, ավելի այսպես ասիչ էլի։ Իրանք շատ մեծ հնարավորություն են ստանում ձեր իսկ այդ ներողությունների եւ փոքր լինելու պատճառով, որ դուք ինքներդ եք այդ պայմանները ստեղծել, հա, հնարավորություն են ստանում ձեզ ինչ որտեղ իշխելու, ենթարկեցնելու եւ հասկանալու, որ իրավիճակում իրենք են կարևոր եւ գլխավոր։ Եվ դուք նույնիսկ աշխատանքում, հա, աշխատանքային այսպես առօրյայում շատ լավ երևում, որ եթե ձեր տնօրենը կամ ղեկավարը ինքը շատ այսպես խիստ մարդ է, հա, անձնավորություն է, բավականին ձիգանձ է, այն մարդկանց հետ ովքեր այդ մարդկանց ինքը ավելի է ճնշում, ավելի շատ է հրամայում, ավելի է իշխում, հələ փորձեն չանեն այն ինչ որ ես ասում եմ։ Իսկ այն մարդիկ ովքեր ինքնավստահ են, գիտեն ինչ են ասում, իրենց ասածի համար կրում են պատասխանատվություն, այդքան շատ ներողություն չեն խնդրում, որտեվ առանձնապես մեղավորել չեն։ Հասկանում եք, այս մարդկանց նմանատիպ մարդիկ վերաբերվում են առավել հավասարը հավասարին, չեն փորձում իշխել շատ, որովհետև չեն էլ կարող։ Եվ ընդհանրապես գիտեք, եթե ամփոփելով ասեմ, որ հարգանքի արժանանալը եւ գնահատանքի արժանանալը միշտ պահանջում է ինչ-որ մի մեծ ուժ, այսինքն մենք մարդուն ընդհանրապես գնահատում ենք ինչ-որ մի մեծ բանի համար, չէ՞։ Այսինքն նա շատ խելացի է, կամ շատ գեղեցիկ է, կամ ինչ-որ հաջողություններ ունի, կամ էս, կամ այն, ոնց ուզում եք պատտվեք։ Մարդը ունի ինչ-որ մի բան, որի համար ես իրեն գնահատում եմ։ Եթե ես իհարկե գնահատող տեսակ եմ, այսպես ասած։ Եվ հետևաբար հարգելիներս, շատ կարևոր է այ մեր սեփական ուժը հասկանալ եւ ինքներս մեր սեփական ուժը գնահատել, որպեսզի դիմացինին էլ դա հաղորդվի ու ավտոմատ ստացվի այնպես, ինչպես որ դուք եք ուզում։
գնահատվեք։ Իհարկե մի պարադոքսալ բան կա, այն մարդիկ, ովքեր որ գնահատվում են, դրա կարիքը ընդհանրապես չունենել, որովհետև այն մարդը, որ ինքնավստահ է, վարքում, հաղորդակցման մեջ, ինքը այդ գնահատանքին չէ սպասում, բայց ավտոմատ է գալիս է։ Ինչի, որովհետև ամենաառաջինը ինքը իրեն է գնահատում։ Առողջ եղեք հարգելիներս, եւ եթե կցանկանաք հոգեթերապևտիկ խորհրդատվություն ինձ հետ, կարող եք կապ հաստատել WhatsApp-ի հետևյալ համարով, թողնելով ձայնային կամ գրավոր հաղորդագրություն, այո, աշխարհի բոլոր երկրներում ապրող հայերի հետ ես անցկացնում եմ on-line խորհրդատվություն, այնպես որ կարող եք դիմել։ Առողջ եղեք, լավ տրամադրություն, ցտեսություն ձեզ։